Օգոստոսի 14-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ու ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանը ներկայացրել են 2026 թվականի առաջին կիսամյակում ծառայության կատարած աշխատանքներն ու արդյունքները։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացված փոփոխություններն ու ձեռքբերումները ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումն ու վերանայումը։ Մեր նախկին բոլոր ռազմավարական փաստաթղթերում, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ քաղաքացիության մասով առկա են որոշակի բացեր։ Առաջին անգամ մենք համալիր կերպով վերանայում ենք քաղաքացիության ինստիտուտի հանդեպ մեր մոտեցումները։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ գործընթացն ակտիվ աշխատանքային փուլում է։ Այս տարվա ուրեմն մայիսին մենք ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Առաջընթացի զեկույցը բավական դրական է գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերը եւ ներկայացրել է համապատասխան ռեկոմենդացիաներ։ Մենք լիահույս ենք, որ առաջիկա տարվա սկզբին, հուսանք առաջի կիսամյակի ընթացքում մենք կկարողանանք ամփոփել առաջին ֆազայի գործողությունները ամբողջությամբ։ Ընդհանուր միգրացիոն միտումների վերաբերյալ թվային պատկերը ներկայացրել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանը։ Առաջին կիսամյակի արդյունքներով միգրացիոն բոլոր գործընթացներում, մասնավորապես մատուցվող ծառայությունների ոլորտում արձանագրվել են դրական միտումներ։ Մենք անցյալ տարին ամփոփելիս հանրայնացրեցինք 8660 թիվը որպես առաջին անգամ գրանցված դրական ցուցանիշ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը հերիք չէ դրական էր, բացասական չէր, նաեւ բավականին զգալի էական թիվ էր 8660։ Այս տարի մենք 1347 թիվն ենք արձանագրել որպես ելքերի մուտքերի տարբերություն։ Անդրադառնալով կենսաչափական նոր համակարգի ներդրմանը, Նելի Դավթյանը շեշտել է, որ աշնանը կմեկնարկի կենսաչափական նոր փաստաթղթերի տպագրության եւ տրամադրման գործընթացը։ Ունենալու ենք առաջին փուլում 14 գրասենյակներ մասնավորի կողմից բացված, միտում ունենք այս նոր գրասենյակներով նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում։ Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվեցին մինչև 24 թվականի սկիզբ, արժեին 25000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով եւ համապատասխանում է Եվրոպական միության այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժանանալու է 28650 դրամ եւ նույնականացման քարտը արժանալու է 5950 դրամ։ Նոր անձնագիրը տրամադրվելու է 10, իսկ նույնականացման քարտը 5 տարի ժամկետով։ Նորությունն այն է, որ ծնողի ցանկությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարին լրանալուց հետո նույնականացման քարտ ունենալը անձը հաստատող փաստաթղթի մասին նոր օրենքի համաձայն պարտադիր կդառնա։ Օրենքն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը։ Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին, այսինքն նույնականացման քարտ ունենալը պայման է անձնագիր ձեռք բերելու համար, որևէ պարտադրող բաղադրիչ չենք ունենալու այն իմաստով, որ անձը ազատ է լինելու, դիմելու եւ ստանալու նոր կենսաչափական անձնագիր անկախ իր ընթացիկ փաստաթղթի ժամկետից։ Եթե ցանկանում է առաջիկա 10 տարիներին շարունակել օգտագործել այդ հին նմուշի փաստաթուղթը, որևէ խնդիր չի առաջանալու եւ խոսքն այն մասին է, որ որևէ կետից սկսած դա կլինի աշնանը, ինչպես նշեցի, մենք այլևս դադարելու ենք տպագրել նախկին հին նմուշի փաստաթղթերը։ Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը, Նելի Դավթյանը նշել է, որ էական աշխատանքներ են իրականացվել բնակչության պետական ռեգիստրի բարելավման ուղղությամբ։ Մենք ծրագրային ապահովման մշակման փուլում ենք հիմա, օրենքը ընդունվել է, այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից եւ գալիս է փոխ լրացնելու նոր կենսաչափական համակարգի իրողության պայմաններում անձի իրավական ինքնության կառավարման եւ առհասարակ անձի նույնականացման բոլորովին նոր որակի մեր էկո համակարգը։ Բանախոսները նաև պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։